Ուր են քրեական գործերը, պարոն վարչապետ։ Հարգելի քաղաքացիական պայմանագրի անդամներ, նվիրյալներ, падգամավորներ եւ չպադգամավորներ, ուր են այդ մեղադրանքները հաստատող քրեական գործերը։ Ինչի կարիք ունեք, որպեսզի այդ մեղադրանքները հաստատվեն քրեական գործերով։ Եղավ, ինչքան ժամանակ է խոսում եք։ Բացեք հրապարակեք, ասեք, ահա քրեական գործ ենք նախաձեռնել, SS հիմքերով, չգիտեմ, հələ տեղ չենք, բայց հրապարակեք, ասեք, որ ահա քրեական գործով մեղադրյալը էս ինչ մարդ է։ Եզրասը թուղթ ունի KGB-ին համագործակցելու մասին։ Այս կաթողիկոսի աղբերը, որ նստած է Մոսկվայում, հազիվել կա Հայաստան։ Հա։ Կա ինչ-որ բան, քրեորեն հետապնդելի արարք կա դրա մեջ։ Բացեք հրապարակեք հասկանանք որն է այդ քրեորեն հետապնդելի արարքը, որի հիման վրա քրեական գործ է հարուցվում, ախպեր հերրակա տատում եք կամ հետախուզում եք հայտարարել, արտահանձնում եք պահանջում Մոսկվայից, այս կաթողիկոսի աղբոր արտահանձնում է։ Մոսկվան էլ չի ուրեմն հանձնում, դուք էլ հատուկ գործողություն եք անում, գնում առևանգում բերում եք կամ չեք առևանգում բերում, ասում եք լավ դե շունչը խոսեցնենք վրեկս։ Որտեղ են այդ բաները։ Ինչ գործ ունի պետական իշխանությունը մտնի այս արանքները։ Այս հարցի պատասխանը պիտի տաք, ուրան են այդ քրեական գործը։ Ժողովուրդը գիտե, ժողովուրդ շատ բան է խոսում, շատ բան գիտե։ Կամ էլ չգիտե, կամ էլ գիտե թե գիտե, բայց իրականում չգիտե։ Լիքն են այդ տեսակ խոսը։ Պատմեմ թե քանի հոգի է պատմում, որ վարչապետն ունի բան, տուն Կանադայում, Ֆրանսիայում տուն ունի։ 100 հոգի ինձ գրել է արդեն։ Վերջին 6 ես լուրջ չեմ ընդունում եւ համարում եմ սուտ։ Սխալ չհասկանաք ժողովուրդ ջան, բայց լիքը մարդ լիքը բան է խոսում գրում։ Հետո դա հիմք է, որպեսի ելնեք այդ բան, կարող է եւ գործակալ է, չգիտեմ, կարող է եւ լրտես է, ինչ որ մի հոգեվորական։ Իհարկե Կջոյանի մասին չէ խոսքը, ոչ էլ Քարամյանի մասին, իրանք էս այնպիսի մարդիկ են, որ չեն կարող լինել էլի բաներ, հա, ոչ լրտես, հալալ քրտինքով աշխատած հայ քրիստոնյա մարդիկ են, ծառայել են Աստծուն եւ իրենց հոտին եւ այլն եւ այլն եւ այլն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։